Հետադարձ կապ ստանալու ժամանակ շատ կարևոր է բացահայտել նաև մեր կույր կետերը։ Ինչա ասել առհասարակ կույր կետեր։ Եկեք մի պա պատկերացնենք ջոհարի պատուհանի մասին, վերհիշենք, այստեղ վիդեոն կդնեմ, իրականում սա իմ միակ AI-ով գեներացված վիդեոն է ռուսերեն լեզվով, եւ կարող եք դիտել, կարող եք նայել, բայց ամեն դեպքում ես այսպես ձեզ ավելի մանրամասն ասեմ։ Բաժանենք 4 հավասար պատուհանների։ Ես գիտեմ իմ մասին, դուք գիտեք իմ մասին։ Ես գիտեմ իմ մասին, դուք չգիտեք իմ մասին, ես չգիտեմ իմ մասին, դուք գիտեք իմ մասին, ոչ ես գիտեմ իմ մասին, ոչ էլ դուք գիտեք իմ մասին, այսինքն սա մեր անհայտ կողմն է։ Հիմա առաջին հատվածում ես գիտեմ իմ մասին, դուք գիտեք իմ մասին, սա այն ամենը, ինչ ես ձեզ ցույց եմ տալիս։ Հաջորդ հատվածը ես գիտեմ իմ մասին, դուք չգիտեք, այսինքն կան բնավորության որոշակի գծեր, հատկանիշներ, ապրոմակցումներ, չգիտեմ, էմոցիաներ, որոնք դուք չգիտեք, ես գիտեմ իմ մասին։ Եվ կա որոշակի բնավորության գծեր, որոշակի դրսևորումներ, որ դուք նկատում եք, դուք տեսնում եք, դուք դա գիտեք, իսկ ես ինքս չգիտեմ։ Դա իմ կույր կետերն է, այսինքն ես չեմ կարող հստակ 100%-ով իմանալ իմ կույր կետերը։ Դա պետք է բացահայտեմ հարցեր տալով, ճշտեմ այն մարդկանց, ում հետ ես պարբերաբար շփվում եմ, դա կարող է լինի իմ գոլեգաները, ընկերները, ընտանիքի անդամները։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի եթե ես բացահայտում եմ իմ կույր կետերը, դա եւս իմ համար հետադարձ կապ է, այսինքն ես պետք է դրա վրա աշխատեմ եւ դա ուժեղացնեմ։ Անհայտ կետը ես չգիտեմ իմ մասին, դուք չգիտեք իմ մասին, սա թողնենք առանձին, սա բավականին խորքային ուսումնասիրություն է պահանջում։ Մեր հիմնական նպատակը հետադարձ կապի ժամանակ բացահայտել մեր կույր կետերը։ Եվ հետևաբար, երբ մենք հասկանում ենք մեր կույր կետերը որոնք են, մենք սրա վրա կարող ենք աշխատել կրկին մեզ ուժեղացնելու նպատակով։ Եթե պարբերաբար ինձ ասում են, դու արագ ես խոսում, դու արագ ես խոսում, կամ դու պարզ չես խոսում, դա նշանակում է, որ ես պետք է դրա վրա աշխատեմ։ Եթե ինձ պարբերաբար, դա լինի տանը, դա լինի աշխատավայրում, ինձ ասում են, դու շատ էմոցիոնալ ես, ուրեմն ես պետք է աշխատեմ դրա վրա։ Դու շատ կտրուկ ես, դու շատ անտարբեր ես, շատ նվիրված ես, այսինքն իմ հիմնական միջավայրը ինձ տեսնում է շատ նվիրված։ Սա կրկին իմ կույր կետերի մասին է։ Ինձ թվում է ես անում եմ այնինչ անում եմ առօրյայում, բայց սակայն մարդիկ ինձ ընկալում են որպես շատ նվիրված անհատ։ Փորձեք գտնել ձեր կույր կետերը, տվեք բազմապիսի հարցեր։ Իրականում դեռ չեմ փորձել, այսպես ասած կցել Instagram-յան եւ YouTube-յան հարթակում ջոհարի վարժություններ, այդ իսկ պատճառով խնդրում եմ անձնական նամակով Soft Skill with Sona Instagram-յան էջին գրեք, ես ձեզ կուղարկեմ վարժության օրինակ ջոհարի պատուհանի մասով եւ կարող եք անցնել։ Եթե YouTube-ով եք դիտում, խնդրում եմ փնտրեք նույն այս էջը Instagram-ով եւ գրեք ջոհարի պատուհան, այսպես ուղակի նշում արեք կոմենտ հատվածում այս վիդեոյի կամ մեսիջ տարբերակով գրեք, ես բոլորիդ կուղարկեմ ջոհարի պատուհան վարժությունը ռուսերեն, հայերեն լեզվով կամ անգլերեն, կախված որ լեզվով եք ցանկանում։ Այնպես որ փորձեք բացահայտել ձեր կույր կետերը, միգուցե սա եւս ուժեղացնի եւ բարելավի ձեր հետադարձ կապի հմտությունները։ Հետադարձ կապի մասին երևի թե դեռ այսքանը, հետագա ամելի վիդեոներ կթողարկեմ, շնորհակալ եմ շատ, մաղթում եմ լավ դրական արդյունավետ օր։ Մերսի, որ կրկին ինձ հետ եք եւ այսքան երկար լսեցիք։ Հաջողություն։